Այսօրվա ակցիաները, ինչպես տեղյակ եք, ուղղված են Սամվել Կարապետյանի ամիսներ շարունակ ապօրինի անազատության մեջ գտնվելու կապակցությամբ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, մեր սատարումը հայտնելու եւ գտնվելով քննչական կոմիտեի դիմաց, հասկանալով, կարևորելով, որ քննչական կոմիտեն պետական կառավարման արդարադատության իրականացման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, մենք այստեղ բարձրացնում ենք մեր բողոքի ձայնը, մեր խոսքն ենք բարձրացնում, ասելու, որ ուժեղ Հայաստանում, որը շատ շուտով լինելու է Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, չի լինելու ընտրովի արդարադատություն, չի լինելու այնպիսի հանձնարարություններ, որոնք մեր հասարակության մեջ կառաջացնեն նման դժգոհություններ եւ վստահեցնում են, որ ուժեղ Հայաստանում լինելու է ուժեղ արդարադատություն։ Սամվել Կարապետյանը լինելով մեծանուն բարերար, պետության, Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած մեծագույն իր ավանդը բոլորիս աչքի առաջն է։ Այն կամեցողությունը, այն ներդրումները, այն սատարումը Հայաստանի Հանրապետության, ինչը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ իրականացվել է Սամվել Կարապետյանի կողմից, բոլորիս աչքի առաջն է։ Եվ այս թիմը եւ բազմաթիվ հայորդիներ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից, Սփյուռքի մեր տարբեր գաղթօջախներում, անգամ տարբեր պետությունների ուղղակի քաղաքացիներ իրենց աջակցություն են հայտնում նրա շուտապույտ ազատության համար։ Եվ այսօր մենք, ես ինքս, մեր ընկերների հետ միասին լինելու ենք ժամը 15:30-ին Թբիլիսյան խճուղի 3 դրոպ 9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանում մեր խոսքը բարձրացնելու, մեր ձայնը բարձրացնելու Սամվել Կարապետյանի շուտապույտ ազատության համար եւ մեր աջակցությունը հայտնելու ուժեղ առաջնորդի, ուժեղ Հայաստանի, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Եթե ամեն դեպքում տնային կալանքը Սամվել Կարապետյանի երկարաձգվի, արդյոք ակցիաները շարունակական բնույթ կունենան։ Դուք տեսել եք, որ հենց առաջին իսկ պահից, երբ ապօրինի կալանավորվեց Սամվել Կարապետյանը, գնալով մեր հասարակության բազմաթիվ անդամներ միացան այս պայքարին, միացան այս ակցիաներին եւ ամեն անգամ ավելի շատ, ավելի մեծ թվով քաղաքացիներ են ներկա լինում, ավելի շատ քաղաքացիներ են բարձրացնում իրենց վրդովմունքն ու բողոքի ձայնը այս կապակցությամբ եւ մեր սպասում է իհարկե շուտապույտ ազատումն է եւ Աստված չանի, եթե այդ ապօրինի կալանավորումը շարունակվի, վստահ եղեք, որ ավելի մեծ թափով, ավելի շատ քաղաքացիների մասնակցությամբ ակցիաները շարունակվելու։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։